Երեխային պետք է գումար տալ միայն որոշակի պայմանով, կանես, կստանաս սկզբունքով։ Ճիշտ թե սխալ եք համարում պայմանով գումար տրամադրելը։ Բոլորը ասում են, որ սխալ է։ Այո, սխալ է միայն պայմանով գումար տրամադրելը, որովհետև երեխային նախ պետք է սովորեցնել գումարի հետ ինչպես վարվել, գումարը ծախսել, գումարը աշխատել, այդ ամեն ինչը պետք է սովորեցնել ու ամբողջը պայման չի, որը որ տրամադրվում է, երբ որ երեխային սպառողական ծախսերի համար գումար են տրամադրում, չպետք է պայման դրվի, բայց շատ կարևոր է բացատրելը, թե այդ գումարը ինչպես պետք է ծախսվի, այստեղ է արդեն հիմքը, ոչ թե պայման դնելու մեջ։ Ֆինանսական գրագիտության հիմնական սկզբունքներից մեկն է, որ երեխաները սովորեն փողին ոչ թե նպատակ տեսնել, այլ միջոց տեսնեն։ Այսինքն, երբ որ գումարը տրամադրվում է, բնականաբար, եթե անդրադառնանք հարցի մյուս կողմից, ընտանիքի բյուջեին պետք է որոշակիորեն հարմարվել, այո, պետք է հարմարվի երեխան, եթե քիչ բյուջեի մասին է խոսքը։ Եթե շատ բյուջեի մասին է խոսքը, արդեն այս դեպքում երեխաների մոտ գիտակցությունը փողի արժեքի կորում է ու արդեն նաև փող աշխատելու կարողությունը հետագայում հնարավոր է լավ չձևավորվի այս փուլում, երբ որ շատ գումար են տրամադրվում։ Այստեղ նորից շատ կարևոր է ծնողների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Այստեղ էլ ծնողները էլի պետք է աշխատեն, որ իրանք հասկանան, թե որ փուլում, որ հարցի ժամանակ ինչքան գումար պետք է տրամադրեն, այլ ոչ թե տրամադրեն այնքան, ինչքան հնարավորություններն է իրանց։